Ուզում եմ արձանագրել երկու կարևոր հանգաման։ Նախընթաց ամբողջ ժամանակահատվածում դուք վերից վար ոտնահարելով սահմանադրական կարգավորումները ոչ միայն արհամարել եք ժողովրդի վստահության այն քվեն, որ տրված են ընդդիմությանը, այլ նաև ամեն ինչ արել եք, որպեսզի երկրում ընդդիմությունը չօգտվի իր բոլոր կամ ոչ բոլոր անգամ նվազագույն հնարավորություններից եւ իրավունքներից։ Ես ուզում եմ հիշեցնել ոչ միայն իմ գործընկերը արդեն նշեց այն առատավոր վարքագիծը, որ դուք ցուցաբերում եք, խորհրդի մասին եք խոսում, պարոն Սիմոնյան։ Ես մի երկու անգամ ներկա եմ եղել։ Դուք անգամ ընդդիմությանը բարեկամական խմբերում, վերապահված տեղերում առաջարկը ձեր քվեարկությամբ մերժում եք։ Այն նվազագույն իրավունքը, որ տրված ընդդիմությանը, ձեր մեծամասնությամբ մերժում եք։ Դուք մերժում եք ընդդիմության առաջարկները ազգային ժողովի նիստերում հարցեր քննարկելու։ Դուք առհասարակ ամեն ինչ եք մերժում։ Դուք մերժել եք նաև Հայաստանի Հանրապետությունը, դուք մերժել եք Արցախի Հանրապետությունը, դուք մերժել եք Հայաստանի քաղաքացուն։ Հիմա եկել եք այստեղից կանգնել եք, հոխորտում եք ընդդիմության վրա, ինչի՞ չեք գնում ծանոթանալ։ Մեծ մասը ընդդիմության ապօրինի քրեական գործերի հարուցման տակ է, ներառյալ ես։ Պարոն Մինասյան, որ մեջբերում եք սահմանադրական կարգավորումները, ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր դիմումի համաձայն, ձեր դիմումի արդյունքում սահմանադրական դատարանը ձեզ ասել է, որ դուք պետքա գնաք եւ պետքա վերցնեք ազգային ժողովի այն պաշտոնները, խոսքը հանձնաժողովի նախագահների ազգային ժողովի փոխոսնակի մասին է, որը որ ձեզ վերապահված է։ Ասել է, որ դա դուք չեք որոշում։ Ժողովուրդը ձեզ ոչ միայն իրավունք է տվել, այլ նաև պարտավորեցրել է իր մանդատով, որ դուք գնաք ու խելոք աշխատեք։ Սահմանադրական դատարանի որոշումը դրա մասին է, որ դուք պիտի գաք ու խելոք աշխատեք ու ոչ թե գաք ասեք, այ եթե ՔՊ-ն մեր ուզած թեկնածուին չի ընտրում, ուրեմն մենք չենք խաղում, մենք գնդակը կվերցնենք կգնանք, սա մանկապարտեզ չի։ Ընտրությունն է այնքանով, որ դուք առաջադրում եք թեկնածու եւ մարդիկ գնում քվեարկում են այդ թեկնածուի մասին։